Այս նկարում Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը դեռևս նախագիծ է։ Այն կառուցվեց ճարտարապետ Թամանյանի կողմից, իսկ հիմա կանգնած է ոչնչացման եզրին։ Ահազանգում են երևանցիները։ Շենքը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի 56-րդ տեղում է։ Փրկենք Պուշկինի 25 շենքը ֆեյսբուքյան խմբի անդամներն այսօր ապրիլի 25-ին կազմակերպեցին բացօթյա մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսեցին շենքին սպառնացող վտանգների մասին։ 2011 թվականին կառավարության որոշմամբ այս շենքը կոպիտ ասած փոխանակվել է Դավթաշենում կառուցված արտակարգ իրավիճակների նախարարության շենքի հետ, այսինքն տրվել է Լևն Դավ ընկերությանը, որը որ կառուցել է այդ շենքը Դավթաշենում, եւ սա այս շենքը այսօր հանդիսանում է Լևն Դավ ընկերության սեփականությունը։ Հիմա ինչ է լինելու այս շենքի հետ, ըստ քաղաքապետարանի հավաստիացման եւ կառավարության շենքի արտաքին տեսքը չի փոխվելու։ Սակայն շենքի ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ ցույց է տվել այն մակետը, այն տարբերակը, ինչը որ տեղի ունենալու այստեղ։ Ինչ է լինելու։ Շենքը մեծ առումով իրենց ասելով այսպես պահպանվելու է, կտուրին լինելու է բացօթյա ռեստորան, սրճարան, բայց ամբողջ այս հետևը սկսած այս Չայկովսկու դպրոցից մինչև վերջ, մինչև Արամի փողոց, Աֆրիկյանների շենքով, մինչև գրեթե վերջ լինելու են երկու մեծ հյուրանոցներ, բարձրահարկներ, 14, 15, 16 հարկանի շատ մեծ տարածքներ։ Բացի սրանից, որ պատմական հուշարձան է, այստեղ կա նաև աֆրիկյանների շենքը, տունը, որի մասին դու գիտեք, կա նաև այս ձեր դիմացը, նաև որտեղ որ գեներալ Սիլիկյանն է ապրել եւս պատմական շենք։ Այս ամբողջ տարածքը պատմական հուշարձաններ գոյություն ունեն։ Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը շուրջ 10 տարի լուսանկարում է այն շենքերը, որոնք Երևանում այլևս միայն պատմություն են։ Հերիք ենք մեզ խաբենք եւ ամենակամ ասենք Երևանը ամենահին քաղաքներից է աշխարհի, բայց ռեալ իրականության մեջ քաղաքը չունի պատմություն, չունի պատմական շենքեր, որոնք գերադասվում են բիզնես շահերի հետ համատած։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ կարծում է, որ այս հարցում կարևորը շենքը որպես հուշարձան պահպանելն է։ Հուշարձանի պահպանությունը դա ուրեմն սեփականության իրավունքի զրկում չի խոս, դա ուղղակի սահմանափակում է սեփականությունը ինչպես է օգտագործում։ Բայց եթե մենք ելակետ ընդունենք, որ սա հուշարձան է, եւ ելակետ ընդունենք, որ այս հուշարձանի ոչ միայն հուշարձանը իր ճակատով, այլև իր ներքին տարածությամբ ու իրան կարևորություն տանք, ապա դրանից ելնելով շրջակայքի բոլոր շինարարական գործընթացները արդեն պետք է ունենան ինչ-որ սահմանափակումներ։ Այս պահին մենք ունենք մի հատ շատ այսպես ասած ֆարս նախագիծ, շիրմա նախագիծ, որ իբր թե շենքը պահպանվում է, բայց այս շենքը դա սուտ է, այս շենքը չի պահպանվում, որովհետև շենքը պահպանվում է նաև ներքին տարածքում, ու հետո բացվում է մի հատ այլանդակ բարձրահարկ շինություն, որը փաստորեն դրա արդյունքում այս շինությունը կորցնում է իր պատմաճարտարապետական արժեքը։ Իսկ այս խոսակցությունը գնում է նրա համար, որ անկախ նրանից սեփականությունը ումատված ինչ պայմանով է, դրանց պետք է դեպի խնդիր, որ մշակութային ժառանգության պահպանության կոնտեքստում պետք է միջավայրը պահպանել, ու շենքի եւ ներքին եւ արտաքին դրա մասն է խոսքը գնում։ Դրա համար պետք է ուղղակի պրոֆեսիոնալ ճարտարապետներ լինեն, որոնք ի վիճակի են պահպանել ժառանգությունը եւ դրա հիման վրա մշակվեն նախագիծը, որ կարող ընդունել լինի հասարակության լայն խավերի համար։ Այդտեղ է խնդիրը, որովհետեւ եւ նաեւ դա պետք է լինի դաս մնացած մյուս կառուցապատողներում, որոնց որ կառավարությունը գալիս է ինչ-որ որոշում է ընդունում, որի մեջ կա քաղաքաշինական կոնտեքստ։ Իսկ քաղաքաշինական կոնտեքստով ունեցող որոշումները պետք է դրվեն հանրային քննարկման եւ մասնագիտական քննարկման։ Այսինքն կառավարությունը բերում է ինքը տալիս է ինչ-որ մեկին ասում է դու այսքան կարող ես կառուցապատես, այս դիտարկել որ արդյոք հուշարձանի շահերից ելնելով հնարավոր է դա կառուցապատել թե չէ։ Այսինքն ստեղ նախ եւ առաջ կառուցապատող ամենաքիչ մեղք ունի, մեղավորը նախ եւ առաջ կառավարությունը եւ նաեւ այն մարդիկ, ովքեր այս ճարտարապետին եւ այս տարբերակը թույլ են տվել որպեսզի իրականացվի։ Ըստ շրջանառվող լուրերի շենքը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանին, սակայն սեփականատերերը չեն ներկայանում, չեն հերքում կամ հաստատում լուրերը։ Մենք հեռախոսազրույց ունեցանք այս հասցեով սպասվող շինարարության ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ։ Նա խոսք տվեց առաջիկայում հարցազրույց տալ Civilnet-ին։ Տաթվիկ Ղազարյան, Գևորգ Հարոյան, Civilnet։